2026 թվականի հունվարի 1-ը երկրի առողջապահության համար եղավ գլոբալ բարեփոխումների սկիզբ, ներդրվեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Առողջապահական փաթեթը կրում է կանխարգելիչ բնույթ հիվանդությունների վաղ հայտնաբերման մի շարք ծրագրերով ու ներառում բուժման ընդգրկուն ծառայություններ։ Պետությունն արեց հնարավորը մատուցվող բուժծառայությունների ֆինանսական բեռը հնարավորինս թեթևացնելու տեսանկյունից ապահովագրական փաթեթի ընդհանուր արժեքը տարվա կտրվածքով 129,600 դրամ է։ Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն այս պահին հասնում է 1,700,000-ի։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։ Խորհրդարանականներից բացի ներկա է պատասխանատու գերատեսչության նախարարը։ Քննարկման սեղանին կարևոր հարցի պատասխանն է համակարգի ներդրումից հետո ինչ ունենք 100 օր անց։ 100 օր անց ունենք 100,000-ավոր քաղաքացիներ, ովքեր հաջողությամբ օգտվել են բժշկական ծառայություններից եւ ըստ էության արդեն իսկ համակարգը սահուն հանգիստ գործընթացի շրջափուլ է մտել։ Մենք ունենք քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ 4-5 միլիոն դրամի բժշկական ծառայություններ են ստացել։ Անահիտ Ավանեսյանը երկրի համար համակարգի ներդնումը համարում է պատմական ձեռքբերում։ Մինչև հունվարի 1-ը արդեն իսկ փոխգործելիության եւ մեր նախապատրաստական աշխատանքների շնորհիվ ձևավորվեց առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների ռեգիստրը եւ պետական այլ կառույցներում արկա տեղեկատվությունները համադրելու միջոցով մենք կարողացանք ավտոմատ կերպով ձևավորել ապահովագրված անձանց ուրեմն շտեմարանը։ Առաջին համակարգչային տոմոգրաֆիան, որ ապահովագրության շրջանակներում իրականացրել ենք, եղել է հունվարի 1-ին, առաջին վիրահատությունը, դիմացունոտային վիրահատությունը եւս եղել է հունվարի 1-ին, առաջին կատարված ստենտավորումը եղել է հունվարի 5-ին եւ առաջին անգամ կատարակտի վիրահատությունը եղել է հունվարի 9-ին։ Նախարարը ներկայացրեց նաև վիճակագրություն համակարգի շրջանում մատուցվող բուժծառայությունների վերաբերյալ։ Վիրահատությունների թիվը կազմել է 68,000, ամբուլատոր, ուրեմն ձևաչափով հետազոտությունների թիվը 1,386,000, դեղերի դուրս գրման թիվը 458,000։ Քաղաքացիների շրջանում գոհունակությունը եթե չասեմ 100% է, բացարձակ մեծամասնություն է, որովհետև քաղաքացիները օգտվում են տարատեսակ բժշկական ծառայություններից եւ հետազոտությունների հնարավորություններից եւ դեղորայքային ապահովման ներդրված մեխանիզմներից։ Ապահովագրական փաթեթում ներառված է 2400 ծառայություն, դեղերի 600-ից ավելի ցանկ։ Նախարարի դիտարկմամբ առաջիկա տարվա համար ծավալը կպահպանվի, շեշտակի փոփոխություններ չեն նախատեսվում։ Իրականացված վիրահատությունների շարքում մեծ թիվ են կազմում սիրտանոթային ստենտավորումները, սրտային պաթոլոգիաներով վիրահատական միջամտություններն ու կատարակտի վիրահատությունները։ Շատ քաղաքացիներ տարիներով տառապել են կուրությունից եւ ըստ էության նրանք այս վիրահատության միջոցով վերագտնում են իրենց տեսողությունը, վերագտնում են իրենց ինքնուրույնությունը։ Առաջին եռամսյակում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցվող ծառայություններից օգտվել է 65+ տարիքի 570,000 քաղաքացի։ Նախարարը խոսեց նաև համակարգի շրջանակում ծառայություններ մատուցող բուժհաստատությունների հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ։ 581 բժշկական կենտրոնների հայտեր ենք դիտարկել, 549 արդեն հաստատվել են, ուղարկվել են ուղղման 18 հայտեր, մերժվել են 14-ը։ Այս պահին ունենք 53 անկախ լաբորատորիաների հետ կնքված պայմանագրեր։ Ինչպես արդեն հայտնի է, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդրվեց փուլային տարբերակով։ Գրավչությունը քաղաքացիների շրջանում բավական մեծ է, նշում է նախարարն ու հավելում։ Հենց այդ պատճառով էլ մենք վերջերս փոփոխություն իրականացրեցինք եւ 2027 թվականից արդեն տաքսի վարորդները եւ փոխկապակցված անձինք եւս կկարողանան ներառվել առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ 28 թվականին մեր վերջին խումբը կմիանա գյուղացիական տնտեսությունները։ Առաջնահերթությունները հնդածս փոփոխվում են անընդհատ եւ շատ կարեւոր հանգամանքը նա է թե մենք այս պայն ինչ առաջնահերթություն ունենք, այլ այդ առաջնահերթությունը բաց չթողելու մեջ է, որ մենք այդ առաջնահերթությունները լինենք բավարար ուշադիր եւ կարգավորելով, ընդլայնելով առաջ գնանք։ Մինչև 2029 թվականը համակարգում կընդգրկվեն հանրապետության բոլոր խմբերի քաղաքացիները։